Էկա Բախտուրաձեն Ախացղայում կիսաֆաբրիկատներ արտադրում արդեն 3 տարի։ Այստեղ դուք կգտնեք ավանդական մեսխեթական ապուխտի խինկալի տարբեր միջուկներով պիլմենի, խինկալի և այլ ապրանքներ։ Սկզբում ձեռնարկությունում աշխատում էր 4 կին։ Ուստի արտադրությունը փոքր էր, սակայն Եվրամիության աջակցությամբ այն այժմ ունի 2 մասնաճյուղ տարածաշրջանում։ Այս փուլում 2 ձեռնարկություններում էլ աշխատում է 18 կին։ Եվրամիության ծրագրի շրջանակներում ստացված 10,000 եվրո դրամաշնորհով ձեռներեցը ձեռք է բերել պիլմենի արտադրող սարք, սառնարան և գեներատոր, որոնք էական նշանակություն ունեն կայուն արտադրության համար։ Ես դրամաշնորհ ստացա և նրանց ֆինանսավորմամբ գնեցի շոկ սառնարան, պիլմենի մեքենա և գեներատոր։ Այս տարրերը կենսագրական գույքագրում են։ Իմ ընկերությունում այս ապրանքները գնելուց հետո ես իրական արտադրությունն ավելացրի 50%-ով։ Եթե մենք ձեռքով փաթաթեինք խինկալիները, ասենք ժամում 7 կգ կամ 10 կգ թաղանթ, եթե գնեինք թաղանթապատման մեքենան, մենք ժամում կարտադրենք 120 կգ թաղանթ։ საათში უკვე პილმენის აპარატის შეძენის შემთხვევაში ვაწარმოებდით 120 კილო პილმენს. Ձեռնարկության հիմնադիրն սեփական բիզնեսը զարգացնելու հետ մեկտեղ նպատակ է ունեցել աշխատանքի տեղավորել մարզում ապրող կանանց և նպաստել նրանց տնտեսական անկախությանը։ Հենց սա է պատճառը, որ ձեռնարկությունում աշխատում են միայն կանայք, այդ թվում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայրենադարձ մեսխեթներ և ուկրաինացի փախստականներ։ Ես աշխատանքի եմ ընդունել կանանց, իմ գաղափարն է այն, որ երկրի մեր անկյունում որքան հնարավոր է շատ ուժեղ, ֆինանսապես ապահովված կանայք ունենանք։ Ես նաև ունեմ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ թուրք հայ կանայք, ուկրաինացիներ ևս։ Ծրագրի շրջանակներում անցկացվել են տարբեր դասընթացներ և դասընթացներ, որոնք ծրագրի մասնակիցներին տվել են գիտելիքներ և գործնական հմտություններ։ Մասնակիցները ոչ միայն ձեռք են բերել տեսական նոր գիտելիքներ, այլև հնարավորություն են ունեցել փորձարկել դրանք գործնականում։ Էկա Բախտուրաձեի խոսքով հատկապես կարևոր է շփումը համագործակցություն այլ դրամաշնորհառուների հետ։ Նրա խոսքով ձեռք բերած գիտելիքներն ու նոր կապերն իրեն հնարավորություն են տվել հետագայում ավելի արդյունավետ աշխատելու։ Fixable Georgia-ի աջակցությամբ մինչ օրս անցկացվում են բազմաթիվ թրեյնինգներ ֆինանսական աջակցություն հարկերի մասով։ Ֆոտոսեսիա, որը շատ կարևոր է մեր էջի զարգացման համար, ինչպես ճիշտ կառավարել էջը, դրա բովանդակությունը և այլն։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության հզորացումն հանուն սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 36 փոքր և միջին բիզնես Սամցխեջավախքում և 33-ը Քվեմո Քարթլիում։ Դրամաշնորհի ամենափոքր գումարը կազմել է 2600 լարի, իսկ ամենամեծը 171,000 լարի։ Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են մեսխեթական հացաբուրգեղեն, հրուշակեղեն, հացաբուրգեղեն, գեղեցկության սրահներ և գեղագիտության կենտրոններ։